Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, պատմության խորհուրդ հաղորդաշարի եթերում այսօր խոսելու ենք հայոց եկեղեցու պատմական առաքելության մասին, անդրադառնալու ենք տեսական որոշ խնդիրների, այնուհետև մեր հաղորդաշարի առանձին համարներում անդրադառնալու ենք արդեն կոնկրետ երևույթների և տալու ենք տեսական պարզաբանումներ։ Հայ առաքելական եկեղեցին իր պատմական ողջ ընթացքի մեջ ունեցել է յուրահատուկ առաքելություն։ Այն նախ լինելով հայոց պետականության ժամանակաշրջանում կարևոր պատվար հայ հոգևոր կյանքում, այնուհետև անցել է փորձություններով լի շրջան, երբ մենք չենք ունեցել պետականություն, և այնպես է ստացվել, որ հանգամանքների բերումով իր վրա վերցրել է լրացուցիչ պարտականություններ, որոնք ուղղակիորեն կախված չեն քրիստոնեական եկեղեցու առաքելությունից, բայց այնպես է ստացել, որ հենց հայ եկեղեցին է միջնադարում իր վրա վերցրել հայերի լուսավորության խնդիրը, այսինքն հայ ազգին կրթելու, դաստիարակելու և սերնդեսերունդ ազգային գաղափարները փոխանցելու առաքելությունը, այնուհետև այդ գործը փոխակերպվել է մոդեռնիզացիայի, այսինքն հայերի մոդեռնիզացիան մշտապես միջնադարից սկսած կատարվել է հենց եկեղեցու կողմից, օրինակ գրերի գյուտը վաղ միջնադարում, զարգացած միջնադարում, այսինքն արդեն 12-13-րդ դարերում իրավական մտքի զարգացումը, նոր աստիճանի հասցնելը, պետականության նոր գաղափարներ մեջտեղ բերելը և արդեն ուշ միջնադարում լրիվ նոր ճանապարհ հարթելը, օրինակ տպագրության գյուտը հայկական միջավայր բերելը և տարաբնույթ գրքեր հրատարակելը, և այսպես օրինակ նաև 18-րդ դարի վերջում 19-րդ դարում նաև պարբերական մամուլը հայերի մեջ որպես երևույթ մտցնելը, այսինքն տարբեր ժամանակներում մոդեռնիզացիայի տարբեր երևույթներ հենց հայ եկեղեցու կողմից են բերվել մեջտեղ, այդպիսի երևույթ է օրինակ 19-րդ դարում իգական դպրոցների զարգացումը, այսինքն եթե մինչև այդ ընդհանուր համաշխարհային միտումն այն էր, որ դպրոցները տարանջատված էին և տղաների համար էր նախասկզբնական այդ կրթությունը, եկեղեցին այս դեպքում հայերի համար շատ կարևոր էր համարում, որ իգական սեռի ներկայացուցիչները ևս կրթություն ստանան։ Եվ ահա այս տարբեր խնդիրների մասին մենք մեր հաղորդաշարի ընթացքում խոսելու ենք, այսօր տալու ենք ընդհանուր պարզաբանումներ։ Նախ սկսենք վաղ միջնադարից, այստեղ կարևոր է նշել, որ հայ եկեղեցին եղել է դեռ առաքելահիմն իր ժամանակներից սկսած յուրահատուկ մի կառույց։ Բանն այն է, որ հայ առաքելական եկեղեցու հիմնադրումը կապվում է Հիսուս Քրիստոսի երկու առաքյալների հետ, ավագ աշակերտներից Թադեոսի և մեկ այլ աշակերտի Բարդուղիմեոսի հետ, որոնցից սկսում է մեր եկեղեցին։ Առհասարակ քրիստոնեական եկեղեցու հիմնադիր իհարկե համարվում է Հիսուս Քրիստոսը։ Աստծո միածին որդին հանդիսանալով քրիստոնեական եկեղեցու հիմնադիրը, նրա գլխավոր ուսմունքի հիմնադիրն է և այնուամենայնիվ պատմականորեն զարգացումը բերել է նրան, որ ձևավորվել են ինքնուրույն առանձին եկեղեցական կառույցներ, որի մասին մենք լրացուցիչ իհարկե կխոսենք, բայց այս կառույցի, այս տրամաբանության մեջ իր յուրահատուկ տեղն ունի հայ առաքելական եկեղեցին։ Ստացվում է, որ Հիսուս Քրիստոսի աշակերտներից Թադեոսն է փաստորեն առաջին աթոռի հեղինակը, նվիրապետական առաջին կառույցի հեղինակը հայկական միջավայրում, և այդ հիմնադիր առաքելությունը հետագայում հայ եկեղեցին օգտագործել է իբրև գաղափար տարբեր ժամանակներում մեր կաթողիկոսական գահը կոչելու աթոռ Թադեի, այսինքն ամենայն հայոց կաթողիկոսը երբևէ իրեն չի դիրքավորել իբրև Հիսուս Քրիստոսի տեղապահ երկրի վրա, ինչպես օրինակ Հռոմի կաթոլիկ եկեղեցու պարագայում է եղել Հռոմի պապի դեպքում, այլ Թադեոս առաքյալի իբրև աթոռ է դիրքավորվել և այս առումով իհարկե շատ ավելի յուրահատուկ մոտեցում է ցուցաբերվել, մի կողմից սա ստացվում է Հիսուս Քրիստոսի հետ անմիջապես կապ ունեցող աթոռ է, որովհետև նրա ավագ աշակերտներից մեկի անունն է կրում, մյուս կողմից սա տեղական միջավայրում սկիզբ առած աթոռ է, Հայաստանի տարածքում և Արտազ գավառում, Արտազի այդ հայտնի եպիսկոպոսական առաջին նստավայրից է սկիզբ առնում կառույցը և տարածվում է Հայաստանով մեկ։ Այս առումով մենք իհարկե գիտենք, որ Արտազ գավառում ժամանակակից Մակու քաղաքի մոտ կա Սուրբ Թադեի վանքը, որ վաղ միջնադարից գործում է և այսօր Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունները այն իրենց հոգատության տակ ունենալով
բնականաբար փոխանցել են հայ եկեղեցու տնօրինմանը եւ գործող վանական կենտրոն է։ Երբ մենք խոսում ենք հայոց եկեղեցու պատմական առաքելության մասին, այստեղ տեսնում ենք մի շատ հետաքրքիր բան։ 4-րդ դարում օրինակ, երբ որ քրիստոնեությունն արդեն Հայաստանում պետական կրոն էր, առաջին իսկ քայլերից մեկը եղել է հավատի համար նահատակությանը հավասարեցնելը հայրենիքի համար նահատակությունը։ Այսինքն հայրենիքի համար նահատակությունը համարվել է սրբադասման խորհուրդ դեռևս 330-ական թվականներից սկսած։ Այսինքն եթե նահատակվում է զինվորը իր հայրենիքը պաշտպանելիս, դա համարում էին, որ սրբի առաքելությանը հավասար գործ է, չէ՞ որ ամբողջ քրիստոնեական աշխարհում հավատի համար նահատակվելն էր համարվում սուրբ հռչակվելու հիմք։ Եվ ահա այստեղ գումարվում է այս նոր հանգամանքը եւ մեր եկեղեցին անշեղորեն պատմության ընթացքում այս գիծը պահպանում է։ Հետո տեսնում ենք 350-ական թվականներին մեկ այլ երևույթ։ Ազգային եկեղեցական ժողովն է մցվում որպես կառավարման բարձրագույն մարմին, հետագայում դա պետք է այդպեսին լինի եկեղեցու համար, բայց սկզբից դա ազգային ներկայացուցչական մեծ մարմին է դառնում։ Այսինքն Աշտիշատի առաջին ժողովը, առաջին ազգային եկեղեցական ժողովների մեջ 354 թվականին աշխարհիկ եւ հոգեվոր վերնախավին միավորում էր համազգային հարցերը քննարկելու համար։ Սա բացառիկ մի բան է, որ փաստորեն ազգային եկեղեցական ժողովը գալով դեռևս հին Հայաստանից ունեցած այն ավանդույթից, որ աշխարհաժողովը բոլոր կարևորագույն հարցերը քննարկելու հարթակ էր ստեղծում, հիմա ստեղծում էր հայերի համար ներկայացուցչական մի շատ հետաքրքիր կառույց, որը հատկապես պետականության բացակայության պայմաններում ավելի ուշ պետք է դառնար մի հետաքրքիր կառույց, որ հնարավորություն էր տալիս հայերին քննարկելու այնպիսի հարցեր, որոնք համազգային նշանակություն ունեին։ Եվ այս առումով կարելի է ասել, որ սա միջնադարում մեզ համար լինում է խորհրդարանական գաղափարների, այսինքն պարլամենտարիզմի դրսևորման մի հետաքրքիր բան, որը եւս մոդեռնիզացիայի օրինակ է եւ այս մասին մենք իհարկե եւս լրացուցիչ կխոսենք։ Հետո տեսնում ենք շատ կարևոր մի առաքելություն, որ 4-րդ դարի վերջից եւ հատկապես 5-րդ դարում արդեն դրսևորվում է, դա հայ գրերի գյուտի ուղղությամբ կատարվող աշխատանքներ եւ դրանից հետո թարգմանչած շարժումը, որի տրամաբանությունը չսահմանափակվեց 5-րդ դարով, այլ փաստացի գոյություն ունեցավ դրանից հետո նույնիսկ կարելի ասել մինչև մեր օրերը։ Եվ պատահական չէ, որ թարգմանչած տոնը նշելիս հայ եկեղեցին միավորել է նաև այնպիսի գործիչների անուններ մեկ ցանկում Մեսրոպ Մաշտոցի հետ, ինչպիսիք են օրինակ ավելի ուշ ստեղծագործած 10-րդ դարի երկրորդ կեսում եւ 11-րդ դարի սկզբին Գրիգոր Նարեկացին, ավելի ուշ 12-րդ դարում ապրած, ստեղծագործած եւ նույնիսկ կաթողիկոս իբրև գահակալած Ներսես Շնորհալին։ Այսինքն առաքելությունը այս մարդկանց մեկն է։ Եվ հետաքրքիր է, որ նույն Մեսրոպ Մաշտոցը սահմանում է վարդապետի առաքելության երկու ուղենիշներ։ Այսինքն եթե քրիստոնեության մեջ հոգևորականի առաքելությունը նախ եւ առաջ մարդուն ուղեկցելն է, ուղղորդելը դեպի հոգու անմահության, այսինքն հոգու փրկության միջոցով, մեղքերի մաքրման ճանապարհով ուղղորդելով հոգու անմահությունը պետք է օգնեն, որ անցնի դեպի դրախտային երկնային արքայություն, այս հոգու փրկության ճանապարհից բացի նաև ազգային կրթությունն է դառնում հայ վարդապետի առաքելության մասը։ Այսինքն Մեսրոպ Մաշտոցը դառնում է այն կերպարը, որի համաձայն պետք է հայ հոգևորականը գործի։ Այսինքն չի կարող հայ հոգևորականը անտարբեր լինել ազգային կարևորության հարցերի նկատմամբ, որովհետև ամենամեծ վարդապետը սահմանել է այն ճանապարհը, որտեղ միայն հոգևոր սպասավորությունը չի, այլ նաև ազգային օրակարգին սպասարկելն է։ Դուք պատկերացրեք, եթե Մեսրոպ Մաշտոցը որոշեր, որ իր գործը միայն պատարագ մատուցելն է, այլ ոչ թե զբաղվել այնպիսի առաքելությամբ, ինչպիսին գրերի գյուտն է եւ թարգմանչած շարժումը, որի շնորհիվ մենք այսօր գոյություն ունենք։ Եվ այս մասին մենք բնականաբար ավելի մանրամասն խոսելու ենք մեր հաղորդաշարի ընթացքում։ Հետագա դարերի ընթացքում մենք տեսնում ենք, որ եկեղեցին բավական մեծ ազդեցություն է ունենում պետականության վերականգնման գաղափարը պահպանելու հարցում, հատկապես երբ
պետականությունը վերացած է լինում եւ ճգնաժամ է լինում ազգային գաղափարների, պետություն ստեղծելու հրամայական ուղղակի պետք էր ձևավորել։ Եվ ահա, օրինակ, 9-րդ դարում, երբ մեր նախարարները, մեր իշխանները խնդիր ունեին եւ չէին կարողանում գալ հստակ երկխոսության մեկ հայտարարի, այստեղ ազդեցիկ մի շարք իշխանական ընտանիքներ ուղղակի պատրաստ չէին ետքայլ կատարելու յուրաքանչյուր իր նկարտումներից, եւ այստեղ տեսնում ենք, որ մեր իշխանական վերնախավին, այդ ժամանակվա իշխանական ընտանիքներին, օրինակ Բագրատունիներին եւ նրանց կողքին Վասպուրականի արծրուններին, Սյունիքի սյունիներին եւ Արցախի առնշահիկներին մեկտեղում է, ժողովում է մեկ սեղանի շուրջ, ընդհանուր քննարկման հարթակ է տալիս հայոց կաթողիկոսը Զաքարիա Ձագեցին։ Հենց նրա շնորհիվ հնարավոր է լինում հասնել ընդհանուր հայտարարի։ Հատկանշական է, որ միջնադարում, երբ որ Հայաստանին բնորոշ էր մասնատվածություն, յուրաքանչյուր իշխանական ընտանիք յուրաքանչյուր տարածքում ձգտում էր ինքնուրույնության, հենց եկեղեցին այն միակ կառույցն էր, գերկենտրոնացված համազգային կառույցը, որ բոլորին բերում էր մեկ ընդհանուր հայտարարի եւ տալիս էր նրանց այն բանաձևը, որով պետք է օրինակ թագավորության վերականգնման ճանապարհով ընթանային։ Եվ այդպես Աշոտ առաջինը դառնում է թագավոր։ Այսինքն Բագրատուների թագավորությունն է ձևավորվում։ Նույնպիսի իրավիճակ տեսնում ենք Կիլիկյան Հայաստանում։ Նախ դեռևս 10-րդ դարի երկրորդ կեսից, երբ որ կային միգրացիոն մեծ հոսքեր, այսինքն բնակչության զանգվածային տեղափոխություն Հայաստանից բյուզանդական կայսրության քաղաքականության պատճառով, հայոց եկեղեցու հայրապետները բավական հեռատես են լինում եւ թեմեր են ձևավորում այն տարածքում, որտեղ 100 տարի անց պետք է ձևավորվի հայկական պետականություն Կիլիկիայում, Հայաստանից դուրս, այսինքն մոտ 100 տարի հոգևոր կյանքի կազմակերպումն արդեն ապահովված էր եւ այդ հոգևոր կյանքի հիման վրա գալու էր քաղաքական այդ նոր միջավայրը ձևավորվեր, որտեղ պետք է ստեղծվեր հայկական պետականություն։ 12-րդ դարում Սելջուկյան տիրապետության շրջանում հենց հայ հոգևորականության ջանքերով, այսպես կոչված արևելյան վարդապետների, ինչպես նրանց հաճախ կոչում էին, կամ հյուսիսային վարդապետների կողմից մշակվում է մի հետարքիր գաղափար, որ պետք է հայոց թագավորությունը վերականգնվի եւ դա արվելու է հենց նախ եւ առաջ հյուսիսարևելյան Հայաստանի տարածքում։ Եվ տեսնում ենք կարճանական Զաքարյան իշխանական ընտանիքի գլխավորությամբ ձևավորվում է իշխանապետության համակարգ։ Այնուհետև 15-րդ դարում կաթողիկոսական աթոռը Հայաստան վերադարձնելու գործընթացը, երբ որ կատարվում էր, այստեղ կարևոր հիմք էր դրվում պետականության վերականգնման համար, ու պատահական չի, որ մեր եկեղեցու հայրերը այդ ժամանակ ավագ դասը, հոգևորականած բարձր դասը, այստեղ գաղափար էր դրել, որ հենց Արարատյան երկրում, այսինքն արևելյան Հայաստանում պետք է տեղի ունենա պետականության վերականգնումը։ Այն ժամանակ կոչում էին թագավորության վերականգնում, դարերն անցան, տեսանք, որ հենց պետականությունը վերականգնվեց այդ հատվածում, չէ՞ որ մենք այստեղ ենք հենց արևելյան Հայաստանում ենք վերականգնել պետականությունը։ Ուշ միջնադարում տպագրության տարածումը հայության մեջ։ Դա ուներ այն նույն էֆեկտը, ինչ այսօր ժամանակակից տեխնոլոգիաներ, այսինքն շատ արագ մեծ քանակով տպաքանակով տպվում են գրքեր, տարածվում աշխարհով մեկ աշխարհասփյուր հայության եւ Հայաստանի տարբեր հեռավոր անկյուններով եւ գիտելիքը, ազգային հատկապես գիտելիքը փոխանցվում է տարբեր ծագեր։ Եվ ի վերջո այս ամբողջ առաքելությունը այդ մոդեռնիզացիայից բացի դրսևորվում է նաև այնպիսի իրավիճակներում, ինչպիսին է օրինակ 1918 թվականին Սարդարապատը եւ առհասարակ Մայիսյան հերոսամարտերը, երբ որ եկեղեցու հայրերի վճռականության շնորհիվ հնարավոր եղավ հոգեբանական բեկում մտցնել եւ դա ապահովեց քաղաքական էլիտայի համար որոշակի համախմբում, այսինքն օրինակ Գևորգ 5-րդ կաթողիկոսի դիրքորոշումը ազգային հարցում, որ չի կարելի ընկրկել թուրքական պահանջների առաջ, բերեց նրան, որ այդ ժամանակ քաղաքական էլիտան Արամ Մանուկյանի գլխավորությամբ սթափ գնահատեց իրավիճակը եւ գնաց համախմբման ու եկեղեցու հենց սպասավորները առաջին շարքերում էին ճակատամարտի, Սարդարապատի հերոսամարտում եւ հայ աշխարհական ամբողջ փաստորեն վերնախավը
այդ թվում ընդ որում հայության տարբեր սեգմենտներ, սկսած արևմտահայ գաղթականներից մինչև արևելահայության տարբեր զանգվածներ միասնաբար ելան մարտի եւ ապահովեցին հաղթանակ, որի շնորհիվ հնարավոր դարձավ հարյուրամյակների միջումից հետո հայկական պետության վերականգնումը Հայաստանի հողի վրա։ Ահա այս կարգի տեսական խնդիրների մասին յուրաքանչյուրը առանձին մեկ հաղորդմամբ մենք խոսելու ենք մեր հաղորդաշարի եթերում։ Իսկ այսօր ամփոփենք մեր հաղորդումը, կհանդիպենք հաջորդ շաբաթ Պատմության խորհուրդը հաղորդաշարի եթերում։